Քրիստոնեական եկեղեցին սուրբերի էլիտ ակումբ չէ։ Մեր Տիրոջ մարմինն է, որի գլուխը ինքն է, որտեղ կոչված են բոլորը սուրբ մկրտության միջոցով անդամ դառնալու, մարմնի մաս դառնալու, Աստծո մեծ ընտանիքի մեջ մտնելու եւ Քրիստոսին ուրեմն ժառանգակից, Աստծուն որդեգիր եւ Սուրբ Հոգու տաճար դառնալու, ինչպես սուրբ մկրտության արարողության ժամանակ են հռչակում։ Եվ սա հենց ակնհայտ է դառնում քրիստոնեական եկեղեցու պատմության առաջին իսկ օրից, որի նկարագրությունը հատկապես կարդում ենք Գործք առաքելոցի մեջ, գիրք, որը նվիրված է ոչ այնքան առաքյալների կյանքին, որքան եկեղեցու առաքելության սկզբնավորմանը, բնականաբար առաքյալների միջոցով, մեր Տիրոջ ամբարձումից եւ հոգեգալուստից մեկնարկած, եւ որը շարունակվում է մինչեւ այսօր։ Այսինքն առաքյալների գործքը, գործունեությունը, եկեղեցու կյանքը շարունակվում է մինչեւ հիմա եւ մենք Գործք առաքելոցի տրամաբանության մեջ ենք։ Պատահական չէ, որ մեր մեծագույն եկեղեցական պատմաբաններից մեծագույն նաև աստվածաբաններից մեկը Մաղաքիա arczepiskopos Օրմանյանը ազգապատումը սկսում է, այսինքն հայ եկեղեցու պատմությունը, սկսում է հենց Գործք առաքելոցով։ Սրանով ցույց տալով, որ հայ եկեղեցու պատմության սկզբնավորումը հենց այս տրամաբանության մեջ է, որը շարունակվում է մինչև հիմա։ Երբ ավելի իմոտո հայացք ենք նետում Գործք առաքելոցի սկզբնական դրվագներին, ինչ ենք տեսնում։ Նախ տեսնում ենք, որ եկեղեցին կանգնած է չարիքին ընդդիմանալու մարտահրավերի առաջ։ Գիտեք, այստեղ շատ զարմանալի մի իրողություն կա եւ հարցեր են առաջանում, եթե Քրիստոսի հարությամբ եւ հոգեգալստությամբ սկսվում է մեսիական դարաշրջանը, երկնքի արքայության հաղթարշավը երկրի վրա, մարդկության մեջ, ապա ինչու են կրկնվում այն բոլոր չարիքները, որոնք կային մինչև այդ։ Կարելի է ասել, եկեղեցու կյանքի սկզբնավորումը նման է հետ ջրեղեղյան եւ խոստման երկիրը ժառանգելու այդ պատմությունների։ Ջրեղեղով մաքրվեց մոլորակը եւ Նոյի ընտանիքով նոր, այսպես ասած, մաքրված մարդկություն մտավ շարունակելու կյանքը երկիր մոլորակի վրա։ Բայց մենք տեսնում ենք նույն մեղքերը ավելի մեծ չափով։ Հիմա տեսնում ենք նաև եկեղեցու կյանքում, մեսիական դարաշրջանում։ Գործք առաքելոցի 3-ից 6-րդ գլուխներում տրվում է սրա մանրակերտը, թե եկեղեցին ինչպիսի չարիքի առջև է կանգնած։ Ուրեմն երկուսը արտաքին են, դրսից եկող, երկուսը ներքին են, եկեղեցու միջից եկող, եւ զենքը Աստծո խոսքն է դարձյալ եւ Հիսուսի անունը։ Փորձենք ավելի մանրամասնել այս դրվագները։ Ուրեմն առաջին չարիքը, չարիք հիվանդություն։ Դրվագը ի ծնե կաղի բժշկումն է Պետրոսի եւ Հովհաննես առաքյալների կողմից։ Երկրորդ դրվագը հալածանքներն են եւ առաքյալների բազմակի բանտարկությունները։ Երրորդը արդեն
ներսից է չարիքը։ Համայնքի անդամների կողմից խաբեություն, խարդախություն, հատկապես կապված նյութական իրականության հետ։ Եվ չորրորդը տրտունջ, դժգոհություն, այն փորձությունը, որը հատուկ էր ուխտի ժողովրդին անապատային փորձառության ժամանակ։ Ուրեմն առաջի դրվագը չարիք հիվանդություն, ի ծնեկաղի բժշկումը։ Պետրոս եւ Հովհաննես առաքյալները կեսօրին բարձրանում են տաճար աղոթելու։ Սա այն շրջանն է, որ դեռևս առաքյալները կտրված չէին իրենց հրեական արմատներից եւ կրոնական փորձառությունից։ Դա այն ժամն էր, երբ զոհաբերություն էր կատարվում։ Բայց մենք տեսնում ենք, որ առաքյալները երբ բարձրանում են տաճար, Ղուկասը, որը գործքի հեղինակն է, ոչ այնքան անդրադառնում է զոհաբերության արարողությանը, առաքյալների մասնակցությանը, այլ որքան Քրիստոսի նմանողությամբ գթասրտության, ողորմության մի արարքի, ուրեմն կատարմանը։ Հիշենք Մարգարեի խոսքը, որ Աստված փոխանցում է ժողովրդին, ինչ է ասում, ողորմություն եմ կամենում, ոչ թե զոհաբերություն։ Տաճարի գեղեցիկ կոչվող դարպասների մոտ մի ծնե կույր է նստած, որը չի կարողանում տաճար մտնել եւ մուրացկանությամբ է զբաղվում։ Առաքյալները բժշկում են։ Եվ այստեղ ինչ դաս ենք մենք քաղում։ Ինչպես է իրականանում այս փրկությունը այս մարդու։ Ուրեմն Պետրոս առաքյալը ինչ է ասում այս մուրացկանին եւ ի ծնե կույրին։ Ասում է ես արծաթ եւ ոսկի չունեմ, որ քեզ տամ։ Այն ինչ ունեմ, դա կտամ։ Հանուն Հիսուս Քրիստոսի Նազովրեցու վեր կաց եւ քայլիր։ Այսինքն տեղի է ունենում հրաշագործ բժշկություն, բայց այստեղ շեշտը ոչ այնքան հրաշագործության վրա է, որքան որ այս փրկությունը տեղի է ունենում Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ մյուս դասը, որ այստեղ քաղում ենք, որ եկեղեցու իրականությունը նյութական բարիքներ ակնկալելու իրականություն չէ, ընդհակառակը եկեղեցին այն իրականությունն է, որ մարդիկ կոչված լինելով բարիք ստեղծելու, նաև հանձնառու են եկեղեցու կյանքում ունենալու բաժնեկցության դրսևորում, որպեսզի այդ սիրո, ողորմության, գթասրտության կարիքավորներին օգնելու այդ մթնոլորտն ու միջավայրը ստեղծվի։ Երկրորդ դրվագը հալածանքներն են։ Գիտեք, մենք շատ հաճախ անտեսում ենք արտաքին մարտահրավերները։ Այսօր մեր եկեղեցու կյանքում մենք շատ տարածված խոսում ենք մեր մեղքերի մասին, որը իրական եւ վավերական է։ Այսինքն մենք որպես մեղավոր հասարակություն եւ եկեղեցու մեղավոր հավատացյալներ հրավիրված ենք անընդհատ դարձի եւ ապաշխարության, այսինքն մաքրման, վերականգնման։ Մեր հարութենական ճանապարհը վայրիվերումներով, վերելքներով եւ վայրեջներով պայմանավորված շտկելու եւ դեպի հեռանկար գնալու։ Եվ չենք նկատում, որ ամեն դեպքում բացի եկեղեցու ներսում եղած այս մարտահրավերից, այս մեղքեր գործելու, սայթաքելու, ապաշխարության խորհրդով վերականգնվելու, սուրբ հաղորդության խորհրդով, ուրեմն հոգևոր սնունդ ստանալու եւ զորանալու, բայց կա օբյեկտիվ առարկայական իրականություն, որ է արտաքին մարտահրավերը, արտաքին չարիքը, որ այս դեպքում արտահայտված է հալածանքների տեսքով։ Իսկ ինչն էր հալածանքների արմատը։ Առաքյալներին արգելում էին քարոզել Աստծո խոսք տրված Հիսուսի միջոցով։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Ինչպես է եկեղեցին
դիմագրավում այս արտաքին չարիքին, հալածանքներով պայմանավորված։ Ուրեմն առաջին դեղամիջոցը աղոթքն է։ Երբ Պետրոսն ու Հովհաննեսը ծեծվելուց հետո դուրս են գալիս բանտից, սպառնում էին, որ այլևս չքարոզեք Հիսուս Նազորեցու։ Եվ գալիս են վերնատուն, որտեղ հավաքված էր նախնական եկեղեցու, ուրեմն համայնքի անդամներն էին հավաքված։ Նկարագրվում է, որ այդ համայնքը գտնվում էր աղոթական մթնոլորտի մեջ։ Եվ այդ աղոթքը կարելի է ասել մոդել, նմուշ օրինակ է մեզ համար, որտեղ այդ աղոթքի ներշնչանքի աղբյուրը դարձյալ սուրբ գիրքն է, Աստծո խոսքն է։ Այնտեղ դիմում էին Աստծուն երկրորդ Սաղմոսի բառերով։ Եվ այստեղ ցույց է տրվում, որ այս հալածանքները ինչ որ իմաստով նաև համապատասխանում են Աստծո կամքին։ Ինչու՞, որովհետև այս բախման միջոցով շարունակում է ճշմարտության հաղթարշավը, շարունակում է Աստծո խոսքի տարածումը։ Հալածանքները, եթե կուզեք ինչ-որ իմաստով, բյուրեղացնում է քրիստոնեական համայնքը։ Երկրորդ, որ տեսնում ենք հանգամանքը, այստեղ ձերբակալություններից մեկի ժամանակ կա աստվածային միջամտություն։ Բանտից հրաշքով ազատվում են Պետրոս եւ Հովհաննես առաքյալները երկրորդ բանտարկության դրվագում։ Այստեղ խնդիրը, գիտեք, ոչ այնքան առաքյալների ճակատագիրն է, որքան Աստծո խոսքի հաղթարշավի ապահովումը, որը կատարվում է նույն առաքյալների միջոցով, որովհետև եկեղեցին Աստծո գործիքն է, այսպես ասած, հարութենական իրականությունը, ճշմարտությունը, Աստծո կամքը եւ խոսքը տարածելու, մարդկանց լուսավորելու, ոգեկոչելու, քաջալերելու, փրկության ճանապարհը ապահովելու, բժշկելու, եթե կուզեք, հոգեպես, ուղղափառության ուղի բերելու, այսինքն սրբագրելու մարդկանց նաև մտածողությունը։ Եվ երրորդ հանգամանքը առաքյալների ուրախությունն է։ Առաքյալները այս հալածանքից չեն տխրում, մտրակվում են, ծեծվում են, ծաղրվում են, բայց չեն ուրախանում նրա համար, որ սադիստ են, այսպես ասած, ծեծվում են, ծեծվելու համար չէ, որ ուրախանում են, որ իրենք չարչարակից են Քրիստոսի, որը անցավ նույն ճանապարհով։ Հիշենք Լեռան քարոզում երանիներից մեկը, որ ասում է. կհալածվեք իմ պատճառով, Հիսուս ինքն է ասում, բայց ասում է ուրախացեք, որովհետև ձեր վարձը մեծ է լինելու։ Որովհետև այդ հալածանքը ինչ որ իմաստով նպաստում է Աստծո խոսքի տարածմանը, ինչը որ տեսնում են Գործք առաքելոցի այս դրվագում։ Մյուս երկու չարիքը ներքին է, որը պակաս կարևոր չէ, քան արտաքին չարիքները, որ գալիս են եկեղեցու վրա։ Եվ եթե կուզեք, ավելի կարևոր են։ Ինչու, որովհետև քայքայում են եկեղեցի ներսից։ Ուրեմն մի դրվագը ավետարանում Անանիայի եւ Սափիրայի մասին է։ Համայնքում մի ընտանիք կա, ամուսիններ, որոնք վաճառում են իրենց ունեցվածքը, ինչ որ հողակտոր ագարակ, բայց որոշում են այդ վաճառքից գոյացած գումարի մի մասը իրենց պահել, մյուս մասը տրամադրել քրիստոնեական համայնքին, թաքցնելով այն պահած մասը, այսինքն ներկայացնելով, որ իրենք ամեն ամբողջն են բերում եւ տալիս։ Գիտեք, զարմանալի է, մարդիկ ամեն դեպքում լավ բան են արել։
Պետրոս Առաքյալը իրենց ուղղված խոսքի մեջ ասում է, չէ որ դա ձեր ունեցվածքն էր, չէ որ վաճառելուց հետո դա ձեր գումարն էր, բայց ինչու ստեցիք Աստծուն, ինչու խաբեցիք Սուրբ Հոգուն, ինչ էին անում, իրականում այս մարդկանց շարժառիթը որն էր, ինչ էին ուզում։ Նկարագրվում է, որ քրիստոնեական համայնքի պատկերը թե կուզեք կոմունիզմն էր, համայնավարությունը, ասում եմ բոլորը մեկ սիրտ ունեին, մեկ հոգի, այսինքն միասնական էին եւ իրենց ունեցածն էլ համայնական էր, ոչ ոք չէր ասում սա իմն է, մյուսը իմն է, բայց այս սկզբունքը բացարձակ չէր, հենց Պետրոս Առաքյալը այդ խոսքը դրա մասին է խոսում, որ եթե մարդը ունի սեփականություն, դա իրենն է, նվիրաբերությունը ազատ կամքով է։ Եվ մի փոքր դրվագ կա, որտեղ նկարագրվում է, որ համայնքի անդամներից մեկը Բարնաբաս անունով վաճառում է իր ագարակը եւ ամբողջը նվիրաբերում է քրիստոնեական համայնքին։ Այս նվիրաբերությունը ինչի համար էր կարևոր, որտեղ կային կարիքավորներ, որոնց հոգսերն էին փորձում հոգալ, ընկերագրել եւ այլն։ Հիմա Անանյան եւ Սափիրան փորձում են կրկնօրինակել Բարնաբասին, այն հույսով, որ իրենք հեղինակություն կունենան ներսում։ Բայց Բարնաբասի արարքը ազնիվ արարք էր։ Անանյայի եւ Սափիրայի արարքը խաբեություն էր։ Դե ինչն է հետաքրքիր, որ մենք կարող ենք նույնիսկ հեռավոր պատկեր տեսնել մեղքի առաջի պատմության հետ, որտեղ դարձյալ ինչ որ իմաստով խաբեության թաքնված տարր կա, ամուսնական զույգ, խաբեություն, Աստծուն ստել եւ վերջում մահ։ Իդեպ այս մարդկանց ճակատագիրը հենց այստեղ վճռվում է, մեռնում են ուղղակի։ Հիմա հարց կարող է առաջանալ, որ քրիստոնեական 2000-ամյա եկեղեցու կյանքում ինչպիսի խաբեություններ են եղել, այսպիսի սրանից ավելի դաժան, տարողունակ, բայց ինչու չեն մեռնում, ինչու այդ։ Ուրեմն Սուրբ գրքում որոշ տեղեր կան, դրվագներ կան, որոշ երևույթներ կան մեր մարդկային կյանքում արձանագրված, որտեղ իրադարձությունը կատարվում է մեկ անգամ։ Եվ այդ իրադարձության պատիժը լինում է մահ։ Բայց դրանից հետո այդ նույն մեղքի մեջ գտնվողները նույն պատժին անմիջապես չեն արժանանում։ Սա գալիս է մեզ ցույց տալու նախ Աստծո ողորմության մասին, բայց միևնույն ժամանակ զգուշացնելու, որ այսպիսի արարքի հետևանքը մահն է։ Չորրորդ դրվագը դարձյալ ներսից է։ Դարձյալ առնչվում է նյութական իրականության հետ։ Ուրեմն համայնքում կային եբրայախոս քրիստոնյաներ եւ հունախոս քրիստոնյաներ։ Ինչպես այսօր մեր եկեղեցու կյանքում է հայաստանյան իրականություն եւ սփյուռքյան իրականություն։ Տեղի է ունենում խտրականություն։ Համայնական էր բարիքը, օգտվում էին կարիքավորները, որբերը, այրիները, անդամալույցները, հիվանդները, որոնք չէին կարող աշխատել եւ ապահովել իրենց ապրուստը։ Եվ համայնքը ինքն էր փորձում այդ կյանքը տալ նյութական։ Խտրականություն է կատարվում։ Հունախոս քրիստոնյաներին անտեսում են, այրիներին, եւ առաջանում է տրտունջ, բողոք։ Ինչքան նման է չէ մեր իրականության։ Մենք էլ ներսում բազմաթիվ բողոքներ ունենք, դժգոհություններ ունենք, տրտունջներ ունենք, մեկս մյուսին հանդեպ խտրական ենք, շատ հարցեր չենք հասկանում եւ զգացական մակարդակի վրա անմիջապես արձագանքում ենք տրտնջալով, եւ սա գործ կառակելոցի մեջ համեմատվում է
փորձության հետ, այսինքն համայնքը կանգնած է փորձության առջև։ Ինչպես են լուծում այս հարցը։ Երկխոսությամբ, սիրո մթնոլորտում, քննարկման միջոցով, որպեսզի վեր հանեն խնդիրը եւ փորձեն լուծել քրիստոնեական մոտեցմամբ։ Ասում է այն չարիքը, որը բացահայտվում է, արդեն իսկ այդ չարիքի բուժման ճանապարհին ենք։ Եթե չարիքը չի բացահայտվում, այլ փորձ է արվում դա ներկայացնել որպես ճշմարտություն, որպես բարիք շատ հաճախ, սա չարիքը խորացնելու ընթացք է։ Իսկ երբ կարողանում ենք ախտորոշել չարիքը, արդեն իսկ սկիզբն է դրա բուժման, դիմակայելու։ Եվ ժողով են անում եկեղեցու ներսում, ընտրում են մարդկանց, որոնք բարի նկարագիր ունեն, վկայված են, որոնցից մեկը հենց Սուրբ Ստեփանոսն է, որը կարժանանա նահատակության եւ կդառնա առաջին վկան նահատակված մեր Տիրոջ, ցույց տալով, որ Քրիստոսին նմանվելը անիրականանալի չէ։ Եվ եկեղեցու ներսում փորձում են լուծել նաեւ այս հարցը, այդ խտրականության խնդիրը, որպեսզի եկեղեցուն տրտունջի փորձությունը հաղթահարվի։ Սա նման է անապատային փորձառության ժամանակ նաև ուխտի ժողովրդի քանի անգամ տրտնջած Մովսեսի դեմ, քանի անգամ տրտնջած Ահարոնի դեմ։ Սրանք Աստծո խոսնակներն էին, որով նաև Աստծո դեմ։ Ինչ էին ասում, մեզ Եգիպտոսից բերեցիր, մենք այնտեղ հաց ունեինք ուտելու, ստրուկ էինք, բայց գոնե հաց էինք ուտում, բերել ես անապատ մեզ կոտորելու։ Այսինքն այս փորձությունը մարդկային է եւ եկեղեցին էլ վերադառնալով մեր հաղորդման սկզբի արտահայտությանը։ Եթե կուզեք մեղավորների, հիվանդների, օգնության կարիք ունեցողների, ուրեմն միջավայր է, հաստատություն է, որ գալիս ենք, մենք բոլորս հավաքվում ենք Աստծո շնորհով, Աստծո ողորմությամբ, Աստծո անմիջական ներգործությամբ բուժվելու, զորանալու, մեր երանությունը գտնելու եւ հաղթական ճանապարհն անցնելու դեպի հարութենական կյանք։ Հիսուս երբ իր առաքյալներին ընտրում էր, իսկ սա ավետարանիչներն են վկայում, որ Հիսուս ինքն է ընտրել իր հետևորդների միջից իր 12 առաքյալներին։ Ընտրեց Հուդային, ընտրեց Պետրոսին, Հուդան, որ մատնեց, Պետրոսը, որ ուրացավ, Թովմասին, որը անհավատության դրսևորում ունեցավ, մյուսներին, որոնք իրենց ուսուցչի ամենադժվար պահին լքեցին։ Ինչու սա արեց, ցույց տալու համար, որ պատրանքներ մի ունեցեք։ Քրիստոնեական եկեղեցու պատկերը լինելու է սա, բայց սա չի խանգարում, որպեսզի Աստծո խոսքը շարունակի իր հաղթարշավը իր եկեղեցու միջով։